Այդ գյուղացիք համայնքի ղեկավար չունեն։ Այդ գյուղացիք իրանք չեն ընտրել այդ համայնքի ղեկավարը։ Այդ համայնքի ղեկավարը չի կարողանում 5 կամ 10 տարի աշխատելով այդ հարցը բարձրացնի եւ լուծում տա։ Էլի ամեն բան, պարոն վարչապետ, մեր բանի գյուղապետարանի պատուհանը կոտրվել ա։ Ինչ է մտածում կառավարությունը այդ մասին։ Կառավարությունը ցանկացած փաստարկ ես երեք ասացի, պատրաստ է քննարկել եւ լուծում տալ։ Մեր սիրելի գյուղացիներին ես կոչ եմ անում մտածեմ, ովքեր են իրանց ընտրած գյուղապետերը եւ ովքեր են իրանց ընտրած ջրօգտագործողների միության ղեկավարները։ Իրանք իհարկե չեն ընտրել նախկին կառավարությունը նշանակելը, բայց հիմա իրանք պետք է ընտրեն, որպեսզի մենք կարողանանք մարդկանց ներգրավել process-ների մեջ։ Կամ էլ այդ համակարգը ընդհանրապես ոտից գլուխ պետք է փոխվի։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է, որ մենք 3 միլիոնանոց շուկան պայմանագիր է կնքում պայմանականորեն 80 միլիոն շուկայի հետ, եւ մեր մոտ առաջին ռեակցիան հետեւյալն է։ Իսկ կարող է այնտեղից կարտոֆիլ բերեն, մեր կարտոֆիլի գինը էժանանա։ Ես երեք ասացի, որ մենք տարեկան 100,000 տոննա կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, որը չենք կարողանում արտահանել։ Եվ մեր մտածողությունը շարունակում է մնալ այն, որ մենք կարտոֆիլը պետքա պարկերով տանենք Կոմիտասի պողոտայի վրա շարենք եւ վաճառենք։ Սա մեր ամենամեծ խնդիրն է։ 70 միլիոն շուկան մեզ համար բացում ենք, ասում ենք, վայ, մեր 3 միլիոնանոց շուկան կարող է գրավեն։ Այո, եթե չաշխատենք, իհարկե կգրավեն։ Բայց խոսքը հենց դրա մասին է, մենք հրավիրում ենք Տիկին Գրիգորյանը օգտագործեց չարչարվել բառը, բայց ես վստահ չեմ, որ ես չարչարվել բառը օգտագործել եմ։ Ես եթե նույնիսկ օգտագործել եմ հնարավոր է ուրիշ կոնտեքստում, ես օգտագործում եմ աշխատել բառը եւ կարծում եմ, որ աշխատանքը ու չարչարանքը մի քանի անգամ այս ամբիոնից ասել եմ, պետք է մենք մեր մտածողության մեջ սկսենք իրարից բաժանել, որովհետեւ ինձ համար աշխատանքը առաջին հերթին հաճույք է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ նաեւ գյուղացու համար այդ աշխատանքը դառնա հաճույք։ Եվ դրա համար եմ ասում, որ այդ աշխատանքը երբ կդառնա հաճույք, երբ որ դրա մեջ մտավոր կոմպոնենտը հնարավորինս մեծանա, հնարավորինս շատանա։